Ես Տաթևիկ Աղաբեկյանն եմ, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն հասարակական կազմակերպության տնօրենը։ Ընդհանրապես Հայաստանում սեռական բռնությունը բախվում է շատ, սեռական բռնության հիմնախնդիրը բախվում է նաև դիմադրության, իրոք մինչ օրս սեռական բառի պատճառով։ Մինչև օրս էլ մենք հանդիպում ենք այդ խոչընդոտին, որովհետև շատ կառույցներ օրինակ չեն ասում էլ, որ Հայաստանում չկա սեռական բռնություն, բայց շատ հաճախ օրինակ կարող ենք լսել, բայց այդ լուրջ հիմնախնդիր է, քանի հոգի է ենթարկվում սեռական բռնության, այսինքն ես չեմ պատկերացնում ինչ թիվ են իրանք ուզում լսեն, որ հավատան, որ սեռական բռնությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում։ Այս պայդրությամբ մենք տրամադրում ենք սեռական բռնության ենթարկված անձանց հոգեբանական անվճար խորհրդատվություն եւ թերապիա նաև, ունենք փաստաբան, ով որ գործի հարուցման սկզբից մինչև բոլոր դատական ատյաններով գնում է շահառուների հետ, ունենք սոցիալական աշխատող։ Դա սկսվեց 2008 թվականից, շատ երկար ժամանակ տևեց, մինչև թեժգից հեռախոսահամար ունեցանք, որովհետև այդ ժամանակվա հեռախոսային կապը ապահովող կազմակերպությունը պատկերացում չուներ, թե թեժգից ոնց են տրամադրում կազմակերպությանը, ինչպես դա իրականացնել եւ այլն, մոտավորապես մի տարի ես անցկացրել եմ համարյա հեռախոսա կապը տրամադրող կազմակերպության գրասենյակներում։ 2018 թվականին մի քանի էջանոց ներկելու գրքույկ ստեղծեցինք, որի վերնագիրներ «Իմ մարմինը անձնական է» եւ գրքույկի ներսում շատ մատչելի ինֆորմացիա է գրված այն մասին, որ եթե ինչպես երեխայի հետ խոսես անձնականի մասին ընդհանրապես, հա, եւ գաս նաեւ նրան, որ մարմինն է անձնական։ Եվ մենք Երևան քաղաքում գրախանութներից մեկում խնդրել ենք, որ մեր գրքույկի շնորհանդես կազմակերպենք եւ հրավիրել ենք ծնողներին եւ մենք այդ օրը ենթարկվեցինք հարձակման, հիմա չեմ կարող ասել թվով քանի հոգի, բայց բավականին մեծ խումբ տղամարդիկ հավաքվել էին եւ դրանից հետո երբ որ մենք վերջացրեցինք, իրանք ուղղակի սկսեցին շատ ինտենսիվ հարցեր տալ, տարբեր հարցեր, հա, օրինակ էսա կոչվում, էնա կոչվում եւ այլն, շատ ագրեսիվ, հարձակվողական։ Նույն օրն էինք գնացել ոստիկանություն, ոստիկանությունը մեզ կանչեց, չփորձեց անգամ հասկանալ, թե ինչ ա եղել, որևէ տեսանյութ չվերցրեցին, այսինքն ուղղակի այս գործը մնաց տեղում եւ ինչի համար է այս շատ տպավորիչ իրադարձություն, որովհետեւ թե մեր պետական կառույցները, թե բոլորը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գիտեն, որ հասարակական կազմակերպությունները իրականում կատարում են պետության պարտավորությունները։ Այո, մեր պետությունը ունի միջազգային պարտավորություններ սեռական բռնության ենթարկված անձանց պաշտպանություն ապահովելու համար, բայց անգամ երբ որ դա չի անում եւ միայն մեկ կազմակերպություն դա իրականացնում է ամբողջ երկրի համար, որտեղ մինչև օրս մենք միակ կազմակերպությունն ենք, ով որ մասնագիտացված է եւ աշխատում է հենց սեռական բռնության դեպքերի եւ հիմնախնդրի հետ, որևէ աջակցություն եւ պաշտպանություն չստացանք։ Ու ասեմ ձեզ, որ շատ դժվար է Հայաստանում աղջիկ երեխաներ մեծացնել, որովհետև դու համ հասկանում ես, որ իրանք պետքա ազատ մեծանան, պետքա կաշկանդված չլինեն, անվախ մեծանան, հա, չպիտի ամեն վարքյան շրջվեն հետ ու տեսնեն ինչ որ վտանգ կա իրանց հետևում, առջևում, կողքում, բայց միևնույն ժամանակ տեսնելով այս բոլոր դեպքերը, ունենալով այս ամբողջ գիտելիքը գլխում, շատ դժվար է բալանսը անընդհատ պահել։ Ես հասկանում, որ մենք մի օր դժվար ապրենք որևէ երկրում կամ աշխարհում, որ ընդհանրապես սեռական բռնություն չլինի, բայց ես հավատում եմ, որ սեռական բռնության ենթարկված անձինք եւ հույս ունեմ մոտ ապագայում իրենց ավելի պաշտպանված կսկսեն զգալ մեր երկրում, շատ ավելի կանխարգելված կլինի սեռական բռնությունը, որովհետեւ շատ մարդիկ կխոսեն սեռական բռնության վտանգների մասին եւ ավելի շատ երիտասարդ ցավոք սրտի կանայք եւ աղջիկներ կիմանան, թե ինչ իրավիճակներում ինչպես խուսափել սեռական բռնությունից, ինչպես պաշտպանվել, իսկ եթե արդեն սեռական բռնություն տեղի է ունեցել, կզգան իրենց ավելի պաշտպանված եւ հանգիստ դիմելու իրավապահ համակարգին։